Տիկին Ջուլակյան նախ ասան որ կանանց միամսյակն է սկսել, ինչի համար ձեզ շնորհավորում եմ ու հետաքրքիր է ինչ տարբերություն եք զգում այս միամսվա եւ նախորդ ամսների։ Զրո տարբերություն իրականում այո, որևէ կերպ չի փոխվում, այո, շնորհավորանքներ կան իհարկե, բայց առանձնապես ոչ մի տարբերություն եւ որևէ փոփոխություն չկա, ինչպես մյուս 11 ամիսներին, այնպես էլ այս մեկ ամսվա ընթացքում։ Այդ լավ է թե վատ, այսինքն նշանակում է որ միշտ է ուշադրություն, թե նշանակում է որ շատ վատ անցնում է ամսյակը։ Դա իրականում այն օպտիմիստի եւ պեսիմիստի պատմությունն է։ Բաժակը կիսով չափ լիքն ես տեսնում, թե կիսով չափ դատարկ, ես միշտ կիսով չափ լիքն եմ տեսնում եւ առհասարակ կյանքին ես միայն նայում եմ այնց թափանցիկ ակնոցներով իրատեսեմ եւ միշտ գնահատում եմ այն ինչ կա։ Ես շատ լավ եմ նայում նրան, որ այս մեկ ամսվա ընթացքում որևէ բացասական տեղաշարժ իմ կյանքում չկա, շատ գոհ եմ մի խոսքով։ Հա, հասկացանք, բողոքներ չկան տղամարդ գործընկերներից։ Ոչ գործընկերներից, ոչ ամուսնուցս, չէ, երբ բողոքելու բան չկա։ Երբ բողոքելու բան լինում է, իրենց ասում եմ, իրենք ուղղվում են շատ արագ։ Այս այն դեպքերից է, որ մենք աշխատասենյակում ենք, որտեղ ոչ թե ինչ-որ բաներ կան, այլ լիքը բան կա։ Ես հիմա ուզում հասկանամ որտեղից սկսենք, որտեղով վերջացնենք։ Եկեք հենց ձեր գլխավերևում մեծ հայկի քարտեզից։ Ինչա ինքը այդտեղ կախած։ Ասեմ, որտեղից եմ հանել։ Ինձ իմ կեսրայրը նվիրել էր Որոգայթ փառած եւ նոր տետրակ, որ կոչվի հորդորակ գրքերը, դե գիտեք, որ ես իրավաբան եմ, նաև շատ հետաքրքրված եմ սահմանադրություններով, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ եմ եւ ինձ շատ հետաքրքիր էր հենց կարելի ասել այդ մեր առաջին սահմանադրություն կոչվածը եւ սկեսրայրս ինձ նվիրել էր եւ մեջից գտել էի հենց այս քարտեզը եւ որոշեցի իրան տենց շրջանակի մեջ դնեմ եւ այդտեղ կախեմ, բայց դա որևէ բան չի նշանակում, այսինքն չի նշանակում։ Մենք չենք քաղաքականացնում։ Նկարով բան մի խոսքով հա հասկացանք կապը, քարտեզի։ Կապը դա է, այսինքն առաջին սահմանադրության մեջից հանված այդ հասկացա։ Գրքերի մասով հա, էլի այստեղ էլ կհասնենք այն կողմի վրա կասեք որ գիրքն եք որպեսզի բոլորին հաթաթ չանդրադառնանք ժամանակը չի ելիք է այս պահարանից ամենայուրահատուկ ամենակարևոր գիրքը ձեզ համար կարևորը հա ասեմ ուրեմն ինձ շատ դուր է եկել օթա ուզում եմ նայել հիշեի թե այստեղ որը կա կոնկրետ ինձ շատ դուր է եկել այստեղից օթապարիկ թռցնողի գիրքը սա անգլերեն տարբերակն է եւ իհարկե այստեղ ունեմ Հովհաննես Թումանյանի Հոբելյանական ընտրանին Սա աշխատանքի ժամանակ է կարդում, որտեղ այստեղ է, ենթադրում եմ, հենց այստեղ էլ կարդում եմ։ Երբեմն ստացվում էր աշխատանքի ժամանակ, բայց գրքերի մի մեծ մասը իրականում բերել եմ տնից եւ տանն եմ բնականաբար կարդացել դրանք, այստեղ, բայց եթե նայեք այն կողմի վրա, այստեղ հիմնականում գեղարվեստական գրքեր էին, այդտեղ պատմագիտական ավելի շատ եւ նայում եք Ժիրայր Լիպարիտյան կա, այդտեղ կա այնտեղ Նիկոլ Փաշինյանը չասեցիք որ կա Նիկոլ Փաշինյանը այո կա իդեպ Նիկոլ Փաշինյանի երկրի հակառակ կողմը ես կարդացել եմ այն ժամանակ երբ այն տպվում էր հայկական ժամանակում այսինքն մաս կարդալով այո եւ ես սպասում էի մեկ շաբաթ որ տպագրվեր այն ժամանակ իդեպ բանում էր ընդհատակում էր Նիկոլ Փաշինյանը եւ այդպես հենց շատ սրտատրոփ սպասում էինք այն ժամանակ հիշում եմ որ հայկական ժամանակում տպվեր է թերթական մասը երկրի հակառակ կողմի եւ միշտ արագ գնում էի եւ կարդում էի հետո երբ արդեն գիրքը լույս տեսավ հեղափոխությունից հետո արդեն բնականաբար գիրքը ձեռք բերեցի Մենք հիմնականում փորձում ենք բացահայտել հենց աշխատանքային օրը ոնց է կառուցված հասկացանք որ ընթերցանությամբ է նաեւ ձեզ մոտ անցնում Ընթերցանությամբ, բայց ոչ թե ելույթներից ու վեճերից, էլի, հա։ Ընթերցանությամբ, բայց հիմնականում նախագծերի եւ ռազմավարությունների ընթերցանությամբ։ Իհարկե գրքեր ընթերցելու ժամանակ որոշակի գտնում եմ նաեւ, երբ որ շատ հոգնած եմ լինում եւ անհրաժեշտություն եմ ունենում մի փոքր լիցքա թափվելու, բայց հիմնականը ըստ էության ժամանակը կենտրոնացվում է նախագծեր կարդալով, տարբեր փաստաթղթեր կարդալով, որոնք որ անհրաժեշտ են հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելու համար։ Բայց այս միջավայրը դուք եք ստեղծել ու ձեզ ամեն ինչ դուր է գալիս։ Ինչ-որ բան չկար, ձեզ ավելորդ թվա խանգարի պատերին կամ սեղանին։ Չէ, չեմ կարծում, որ ինչ-որ բան
ավելորդ ինձ կթվա, եթե թվար ես արդեն հանած կլինեի, չէ։ Կարծում եմ այսպես շատ հարմարավետ միջավայր է, առհասարակ իմ падգամավոր գործընկերները միշտ ասում են, որ իմ սենյակը շատ սիրուն է, եւ իրենք կարծում են, որ դա սենյակից է, բայց իրականում ես եմ իրան այսպես դասավորել եւ կարծում եմ ինձնից է, ոչ թե սենյակից։ Լավ, եւ դիպլոմների հետ կապված ինձ միշտ այդ հարցը հետաքրքրում է, ով ունի կախած պատին հարցում։ Դա ինչի համար է պատին կախվում, որպեսզի մտնողների վրա տպավորություն թողնվի, թե ինչ։ Չէ, ուղղակի կախում եմ նախ որ ես միշտ հիշեմ, որ այդ ամեն ինչը ես անցել եմ։ Մտնողները այնպես չէ որ անդադ իմ սենյակ ինչ որ մարդիկ են մտնում, որ տպավորվեն նրանով, որ ես։ Դե օրինակ մենք առաջին անգամ ենք։ Դուք առաջին անգամ եք, այո, չգիտեմ որքանով է դա ձեզ տպավորում, բայց տենց մտածել եմ, որ շատ են, ասում եմ շատ դիպլոմ։ Իրականում ավելի շատ ունեմ։ Հասկացա։ Այդտեղ քիչն եմ կախել, բայց ժամանակին ես շատ էի մասնակցում, այն ժամանակ դեռ զբաղվածությունս այդքան մեծ չէր եւ շատ էի մասնակցում տարբեր դասընթացների, սեմինարների եւ այլն, եւ այդ կարելի է ասել է դրանց մի մասի արդյունքն է, որ այդտեղ ներկայացված է։ Չգիտեմ, իմ կարծիքով գեղեցիկ է, այդպես։ Ձեզ վրա որ մտնում եք ուրիշի սենյակ, թեկուզ անծանոթ, եւ տեսնում եք լիքը դիպլոմներ ունի, ինչ որ բան չի փոխվում ձեր մեջ վերաբերմունքի։ Չէ, մտածում եմ, որ լավ է, շատ դիպլոմներ ունեցող մարդ է, առնվազն ժամանակ է տրամադրել ինքնակրթվելու վրա, ես դա շատ կարևոր եմ համարում, որովհետև իհարկե շատ կարևոր է հիմնական կրթությունը, բարձրագույն կրթությունը, բայց նաև կարծում եմ, որ դա բավարար չի եւ Բարբերաբար պետք է մարդը նաև զբաղվի ինքնակրթմամբ եւ նաև մասնակցի ոչ ֆորմալ կրթական ծրագրերի, որովհետեւ ժամանակի ընթացքում շատ բաներ են փոխվում եւ մի բան, որ դու սովորել ես ենթադրենք 20 տարի առաջ, դա երբեք ստատիկ չի մնում եւ միշտ անհրաժեշտություն է լինում թարմացնել գիտելիքները, նորացնել, նոր մոտեցումների ծանոթանալ, այդ առնվազն այն բնագավառում, որ դու օրինակ սովորել ես 20 տարի առաջ Ես երբ եմ սովորել 99-ից 2003 թվականին, 23 տարի առաջ ես սովորել եւ բնական է, որ այդ 23 տարիների ընթացքում անընդհատ զարգացել է գիտությունը եւ շատ կարեւոր է, որ դու կարողանաս մի ժամանակին համընթաց գնալ եւ քո մասնագիտական գիտելիքներ թարմացնես եւ թե նաեւ այլ հմտություններ զարգացնես, օրինակ լեզուների իմացություն։ Քանի լեզու գիտեք։ Ես գիտեմ 5 լեզու։ Որոնք են։ Բացի հայերենից 4 լեզու գիտեմ, անգլերեն, ռուսերեն, բացի դրանից գիտեմ ֆրանսերեն եւ լեհերեն։ Լեհերենը, հա, հասկանալի է, որ Լեհերենը սովորել եմ Լեհաստանում սովորելու տարիներին, ֆրանսերեն սովորել եմ ճիշտ ասած ինքնուրույն վերջին 1 տարվա ընթացքում։ Ինչու, որովհետև գիտեք թերևս, որ ես ԵԽԽՎ անդամ եմ եւ Եվրոպայի խորհուրդը առհասարակ համարվում է երկլեզու կառույց։ Եվ չնայած այն բանին, որ բավարար է իմանալ 1 լեզու այնտեղ նորմալ գործունեություն ծավալելու համար, ես անգլերեն գիտեմ շատ վաղուց, ես մտածեցի, որ նաեւ կարեւոր է, եթե տարվա ընթացքում 8 անգամ մասնակցում ես ԵԽԽՎ նիստերի, որոնցից 7-ը տեղի ունենում Ֆրանսիայում, Ստրասբուրգում եւ Փարիզում, ես կարծում եմ նաեւ շատ կարեւոր է, որ դու տիրապետես, առնվազն փորձես տիրապետել երկրորդ լեզվին եւ սկսեցի սովորել եւ հիմա կարծում եմ միջին մակարդակի գիտեմ։ Ինքնուրույն, այսինքն ինչ որ AI-ով եք սովորել թե ծրագրով։ Գրքերով, AI-ով, ծրագրով եւ այդպես։ Իսկ գործի մեջ շատ է կիրառում AI, օրինակ նիստերի համար։ Շատ չէ, բայց կիրառում եմ, նիստերի համար կարելի ասել չեմ կիրառում, բայց օրինակ տարբեր ոլորտների վերաբերյալ ինչ որ ինֆորմացիա արագ ստանալու համար ինձ շատ օգնում է AI-ը։ Ինֆորմացիան պարզ է, բայց ինչ որ վարվեցողության մասով կամ ելույթների մասով, այ ոնց էս ինչ բանը ասեմ, որ ելույթների մասով չեմ օգտագործել, ճիշտ ասած։ Ոնց անեմ, որ ընդդիմությունը չկարողանա Չէ, այդ հարցում կարծում եմ AI-ը դժվար կօգնի կամ առնվազն ես շատ ավելի ժամանակ կտրամադրեմ AI-ին բացատրելու համար, թե ինձ կոնկրետ ինչ է պետք, քան որ ես ինքս նստեմ մտածեմ, թե ինչ պետք է ասել։ Հետևաբար կոնկրետ ելույթների հետ կապված AI-ի օգնությանը չեմ դիմում, բայց տարբեր հետազոտությունների կամ արագ ինչ-որ բանի հեղումը գտնելու համար AI-ի օգնությանը դիմում եմ եւ կարծում եմ, որ դա շատ օգտակար գործիք է։ Այդ առումով նաեւ շատ կարևոր է նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը։
Ինչ իհարկե չի կարող փոխարինել երբեք մարդուն եւ մարդու գիտելիքին, բայց շատ կարեւոր օժանդակ միջոց է ըստիս եւ ես այո օգտագործում եմ դա։ Բացի գրքերից տարբեր կտավներ կան, ինձ ամենաշատը հետաքրքրեց Դոն Կիխոտի նկարազարդումը, ինչ է դա։ Ես նախ պետք է ասեմ, որ այն այս 4 կտավները ըստ էության ես գնել եմ թանգարաններից, որոնք որ այցելել եմ։ Այն ծայրինը եւ մեջտեղինը գնել եմ Գյուլբենկյանի թանգարանից, իսկ Դոն Կիշոտը եւ այս արքայադստեր պատկերը եւ դրա նաեւ Պիկասոյի տարբերակը գնել եմ Պիկասոյի թանգարանից։ Այս երկու նկարներն ինձ շատ դուր են գալիս։ Դոն Կիշոտը դասական, հա, մեր դասական գրականության ամենահետաքրքիր նմուշներից է եւ այն ազնիվ եւ անարատ ասպետի կերպարն է, հա, որը ընդունված է համարել, որ պայքարում էր, հա։ Դա անիմաստ բաների դեմ, հա։ Ես այդ նկարը ինձ ինչի է դուր եկել, որովհետև դա ինձ հուշում է այն մասին, որ պետքա կյանքում լինել շատ կոնկրետ եւ տենց օթերում գործողություններով չզբաղվել։ Այսինքն դուք իրան ավելի բացասական եք վերաբերվում։ Ես իրեն բացասական չեմ վերաբերվում, ես իրեն վերաբերվում եմ բավականին, ինչպես ասեմ, ջերմորեն եւ ըմբռնումով, բայց նա ինձ համար օրինակ է, թե ինչպեսին չպետք է լինել։ Հա, ինչ չանելու։ Այո, բայց դա չի նշանակում, որ ես բացասական վերաբերմունք ունեմ իհարկե։ Հասկացա։ Այս ամեն ինչի մեջ ես հասկանում եմ, որ ինչ որ յուրաքանչյուր բան ձեզ համար նշանակություն ունի, նաև աշխատանքի մեջ ու կյանքում։ Քանի որ գրքերը շատ են, եկեք այսպես հարցը տամ, ինչ գիրք կա, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ մանավանդ падգամավոր պիտի կարդացած լինի ձեզ։ Ես կարծում եմ, որ օրինակ Մաքիավելու Տիրակալը պետք է կարդացած լինի падգամավորը։ Ես կարծում եմ, որ падգամավորը պարտադիր պետք է կարդա աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող մի շարք գրքեր, օրինակ աշխարհակարգը, հա, Քիսինջերի նույն մեծ շախմատային, հա, հայերեն չեմ հիշում, մեծ շախմատային տախտակ ենթադրում եմ, դա, որոնք ըստ էության պրակտիկ գիտելիքներ են տալիս իշխանության կրողին, կամ ասենք իշխանության 48 կանոններ, այդպիսի մի գիրք կա, դա 48 Rules of Power, դա է շատ հետաքրքիր գիրք։ Մի գիրք կա, որը ես շատ վաղ տարիքում եմ կարդացել եւ ինքը ըստ էության կարող է համարվել պապսա, դա այն վերևում դրված է նույնիսկ 7 արդյունավետ, հա, այդ 7 արդյունավետ հայերեն չեմ հիշում արդեն Seven Habits-ը ինչպես էր թարգմանվում։ 7 բան որ պետք է անեն, 7 արդյունավետ բան, արդյունավետության հասնելու համար 7 կարևոր սովորույթները։ Երբ մենք դա կարդում ենք, այնպես կարող է առաջին հայացքից թվալ թե շատ տրիվիալ ինչ-որ ապուշ բաներ են այնտեղ գրված, բայց ես ինքս հասկացել եմ դա կարդալու ընթացքում, թե այդ տրիվիալ բաները կյանքի արդյունավետ կազմակերպման եւ նաեւ քո միջավայրում ճիշտ հարաբերություններ ձևավորման տեսանկյունից որքան կարեւոր են։ Ինքդ առավոտ շուտ զարթնել եւ այդ սերիայից բաները։ Չէ, օրինակ ժամանակի ճիշտ կառավարում, ինչպես վերաբերվել մարդկանց հետ, ինչպես խոսել մարդկանց հետ, որ իրենց լսված եւ հասկացված համարեն եւ օրինակ ձեր մեջ լարում որևէ չառաջանա։ Այս կարող է ինչ-որ շատ ծիծաղելի թվա, հա, կողքից ասես ինչի է պետք դա, ասենք կամ շատ այդպես հումորի առարկա է, չէ, դարել Դեյլ Կարնեգիի գիրքը ինչպես ձեռք բերել բարեկամներ։ Ես նախ ասեմ, որ այդ գիրքը չեմ կարդացել, որովհետեւ վերնագիրը արդեն ծիծաղելի է թվացել։ Բայց համենայն դեպս այդ մի գրքում, որի մասին ես խոսում եմ, որովհետեւ բարեկամներ չի կարելի ձեռք բերել, ինչ-որ բան։ Բարեկամներ կարելի է ձեռք բերել, բայց դրա համար ինստրուկցիա պետք չի որ լինի։ Այսինքն դրա համար ընդհանրապես պետք է ունենալ բաց բնավորություն, հա, բաց եւ պարզ բնավորություն եւ մարդկանց հետ ունենալ սիրալիր շփում ընդհանրեն դա եւ կարծում եմ դա բարդ բան չէ, բարեկամ ձեռք բերելը,
ավելի բարդ է բարեկամներին պահպանելը եւ դրա վրա է պետք իրականում կենտրոնանալ։ Կոչի հասրել մուզիկել գրելի։ Ես չեմ հանդիպել համենայն դեպս։ Ասում եմ հատկա ինչպես հետո ձերբազատվես այդ ձերբաց բարեկամներից։ Դե դա կարծում եմ դժվար չէ։ Եթե պետք է ձերբազատվել, շատ հեշտ կարելի է ձերբազատվել, բայց չեմ կարծում, որ դա լավ գաղափար է մանավանդ քաղաքական գործչի համար։ Ես առհասարակ միշտ գործընկերներին եւ ընկերներին, որոնք նաեւ քաղաքական գործիչներ են, միշտ ասում եմ, որ քաղաքականությունը համախոհներ ձեռք բերելու մասին եւ կամուրջներ կառուցելու մասին է եւ ոչ երբեք կամուրջներ այրելու եւ թշնամիներ ձեռք բերելու։ Չնայած միշտ չէ որ հնարավոր է լինում խուսափել թշնամիներ ձեռք բերելուց քաղաքականության մեջ, այսինքն քաղաքականության մեջ դայել է երբեմն պետք, բայց ավելի շատ քեզ պետք կլինեն համախոհներ։ Եվ պետք է այդ ուղղությամբ աշխատել։ Մենք այժմ շատ տարբեր վայրերում տարբեր մարդկանց հետ զրուցել ենք, բայց այսօր հնարավորություն ունենք վերջապես նաև նիստերի դահլիճում զրուցելու ոնց հասկանամ, առաջարկում գնանք այնտեղ ու նաև շարունակենք զրուցը, հասկանանք այնտեղ ոնց անցնում ձեր օրը։ Շատ լավ։ Նախ նիստերի դահլիճը ավելի փոքր է, քան հեռարձակումներից կարող է թվալ։ Մեծ է երևում։ Ուստեղ հետաքրքիր է թե ոնց է լարված իրավիճակ է, նայում ենք ինձ թվում է տպավորությունը հեռու է իրարից, այդ լարվածությունը sense ինչ որտեղ ցնդում է, բայց շատ մոտիկ է իրար։ Լարվածության ինչ է կան, հա։ Դե տեսել եք լարվածությունը չի ցնդում, տենց ծածում ենք իրար, ես տեսել ենք։ Չեմ մասնակցել անձնապես ծեծերին, բայց բաժանել փորձել եմ, առհասարակ ես վերբալ բռնությանն եմ ավելի դեմ, իհարկե բռնություն բառը ճիշտ չէ կոնտեքստում, բայց կարծում եմ, որ բանավեճը պետք է սահմանափակվի վերբալ ձևաչափով եւ այդ բռունցքներին անցնելը լավագույն տարբերակը չի էլի, եւ ինչպես տեսնում եք, այո, տարածքը փոքր է եւ գուցե դրանից է, որ էմոցիաները խեղդելու արդյունքում հնարավոր չի լինում խուսափել ծեծերից։ Բայց ոնց է լինի մտածած կլինեք, չէ՞, բա որ մի օր ինչ-որ ձեռնամարտ լինի ու ես էլ ներգրաված եմ, պատկերացրել եք այդ իրավիճակը, եթե հա, ինչ եք պատկերացրել, դուք ինչ եք անում այդ ժամանակ։ Ձեռնամարտում եմ։ Հա, ունեք ինչ-որ հմտություններ։ Ճիշտն ասած չեմ փորձել, բայց ես կարծում եմ, որ կստացվի ինձ մոտ, էլի վերջը ֆիլմեր շատ եմ դիտել, պատկերացնում ոնց կարելի է վիզուալ այդ թվում եւ Բրյուս Լի, բայց ես հիշում եմ փոքր ժամանակ, այն ժամանակ մարտաֆիլմերը մանավանդ բավականին մոդայիկ են եւ ես մեծացել եմ կասետով, Բրյուս Լի, այո։ Վանդամ Բրյուս Լի, այո, մի հատ հիշեմ Դոլֆ Լունդգրեն այդ ժամանակին, հա։ Շատ մոդայիկ էին այն ժամանակ եւ ահագին նայել եմ, այո։ Ինչու ոչ Տերմինատոր, իհարկե այնտեղ նաեւ զենքի կիրառություն կար եւ այլն, բայց այդ եւ AI, այո, եւ AI մասը կա ձեր մոտ արդեն։ AI մասը կա, այդ մնում է արդեն հմտությունները մարտարվեստի, որոնք որ ես չունեմ, բայց ես կարծում եմ, որ դա լավ լուր է, որ ես չունեմ, էլի։ Հասկացա։ Ու ես ամեն օր գումարում ենք Մաքիավելի, ինչ որ ես սկսում եմ մի քիչ վտանգ զգալ ձեզ, հա։ Իրական ճիշտ է կան։ Իրական ճիշտ է կան։ Հա, կարելի է վախենալ։ Իսկ դալիճում գիտեն, դες առաջ անգամ եք այս մասին ասում։ Ես կարծում եմ, որ գիտեն եւ ընդունում են գիտություն։ Իդեպ որտեղ եք նստում դուք։ Ես նստում եմ նախավերջին շարքի երկրորդ։ Այո, այստեղ նախավերջին շարքի երկրորդ նստարանն է։ Հասկացա։ Ովքեր են ձեր կողքը։ Իմ աջ կողմում Վահագն Ալեքսանյանն է նստում, ձախ կողմում Սիսակ Գաբրելյանը։ Շատ եք նիստերի ժամանակ զրուցում, խանգարում։ Այո, եւ հաճախ ազգային ժողովի նախագահ։ Դպրոցի վերջի նստարանի թեման է։ Նախավերջի։ Նախավեր, հա, էլի։ Այո, եւ հաճախ նկատողության են արժանանում ազգային ժողովի նախագահի կողմից, բայց ցավոք սրտի դեռևս չենք կարողանում մեր վրա աշխատել այն ուղղությամբ, որ էլ չխոսենք։ Չեք խոսում այդքան։ Տարբեր հարցերի շուրջ կարող ենք քննարկել այդ պահին ելույթ ունեցողի ասված որևէ բան, խոսք, պնդում կամ նախագիծ քննարկել, կամ ասել վերջին լուրերը կարդացել ես եւ այլն։ Արտաքին նկատում եմ, ասենք թե օրինակ այսինչը հակել ես, մի հատ նայես ինչա հակել։ Տենց քննարկումներ չկան զարիճ։ Գուցե հազվադեպ, բայց այնքան նշանակալի չեն, որ հիշենք։ Այսինքն այս ինչա հակել թեման ամեն դեպքում ինչ որ տեղից։ Այո, կարող է լինել, մասնավորապես այն դեպքում, երբ օրինակ չնայած մենք չունենք այդպես ֆորմալ գրված dress code, բայց ոչ ֆորմալ, բոլորս պատկերացնում ենք, որ ազգային ժողովի նիստերի դահլիճում մարդը պետք է հնարավորինս հագնված լինի համապատասխան, պատշաճ հագուստ կրի եւ
այդ դեպքում երբ ինչ-որ մեկը այդպես հագնված չի լինում են sense շշուկներ, որ այս խիակուրտ կով եկել օրինակ, այդպես, հա, կարող են լինել։ Ես գիտեք ինչ նկատեցի, երբ պատրաստում եք ձեր էջում, ես հասկացա, որ դուք վատ կոմենտներ չեք ջնջում, վատ մեկնաբանությունները։ Ինչի՞։ Դրա հաշվություն նախ չեմ տեսնում։ Օրինակ ինչ-որ մեկը ձեզ նույնիսկ ձեր հագուստի պահով օրինակ, դա էլ չեք ջնջի։ Դե շատ մեղմ բան եք ասում իրականում հագուստի պահով, իրականում երբեմն լինում է, որ մասնավորապես քաղաքական գործչին թիրախավորելու, նրան լրացնել փորձելու շրջանակներում շատ ավելի վատ բաներ են գրում, քան կարող է ինչ-որ հագուստի հետ կապված որևէ բան լինել, բայց ես չեմ կարծում, որ պետքա դա ջնջել։ Ինչու համար նախ պետք է հարթակ լինի արտահայտվելու մեկ եւ ինչու է նաեւ դա կարեւոր, որ այլ կարդացողներ, այլ մարդիկ, որոնք կարդում են այդ մեկնաբանությունները, կարծիք կազմեն մեկնաբանողի մասին եւ նաեւ իմ մասին կարծիք կազմեն, որ փաստորեն ես թույլ եմ տալիս նա գրի եւ երբեմն իրեն պատասխանում եմ բավականին գեղեցիկ կարծում եմ։ Մենք նու արդեն կարելի է պատկերացնել, ոնց ճիշտ է չեմ հանդիպել։ Քաղաքակիրթ, շատ։ Հա, քաղաքակիրթը տեսել եմ, ինձ թվաց ուրիշ բան նկատում եք։ Ոչ, շատ քաղաքակիրթ, բայց կարծում եմ բավականին բան, դիպուկ եւ ոչ այնքան հաճելի։ Իսկ ցենզուրայից դուրս բառեր օգտագործում եք առօրյա։ Ինքներս Դուք հենց։ Հա, կարող եմ օգտագործել։ Որ իրավիճակում ինչ պետք է լինի։ Կարող է ընկերական խոսակցության մեջ պարտադիր չի ինչ-որ հատուկ առիթով լինի։ Հա, բայց այստեղ գործնական վիճակներում, բայց ցանկություն լինի։ Մեկ այո։ Մեկ այո, բայց հազվադեպ։ Ու Վագն Ալեքսանյանը եւ Ծիսա Գաբրիելյանը զսպում են, ոնց այդ պատեղերն ասում չասես։ Ասում եմ, գիտես ինչ եմ ուզում ասել։ Ասում եմ, գիտեմ, բայց պետք չի։ Օրինակ։ Մոտ եք ոնց հասկանում եք իրար կես բառից։ Պարոն Ալեքսանյանի հետ, պարոն Գաբրիելյանի հետ, հա, մտերիմ ենք։ Առհասարակ գործընկերների հետ ունեմ մտերմություն, շատերի հետ գործընկերներից եւ նաեւ գործից դուրս լինում է հաճախ, որ շփվում ենք, միասին ժամանակ ենք անցկացնում։ Ձեզ դալիճը դուր գալիս, հա, եւ էսթետիկ առումով եւ միջավայրով որպես աշխատավայր նաև։ Իրականում ես այդ հարցի շուրջ երբեք չեմ մտածել, այդ այն տարածքն է, որը տրամադրված է ինձ ազգային ժողովի падգամավորի օրինաստեղծ գործունեություն իրականացնելու համար եւ երբեք իրականում չեմ մտածել թե իմ դուրը գալիս է թե ոչ, այնա ինչ որ կա, չգիտեմ, ընդունում եմ մի գիտություն, այդպես առանձնապես շատ չեմ խորացել։ Եթե մենք էլ ենք հիմա օրինակ այստեղ աշխատանքի բերում ունենք, բայց նաեւ վստահ եմ ինձ մոտ ինձ բավ վստահ եմ Նաև մեր թիմի մոտ ինչ-որ տպավորություններ, էմոցիաներ կան։ Ինչ կփոխենք, ինչն է, ինչ-որ տա հաճ, ինչն է հաճելի, չգիտեմ, լույսը, գույները եւ այլն, այդ մասով։ Լույսի հետ կապված միշտ դժգոհում են թե գործընկերներ, ես եմ ասում, որ լույսը լավը չէ։ Դա ակուստիկան չեմ կարող ասել արդյոք լավ լինելուց է թե վատ լինելուց է, բայց օրինակ եթե այնպիսին է, որ վերևում նստած մեկը ինչ-որ բան ասի, ամբիոնում կանգնած մարդը դա լսում է եւ դա որ հաճախ խանգարում է ամբիոնի մոտ կանգնած մարդուն։ Բայց կոմսը լավ է, թե օրինակ հոսանքազրկում լինի։ Հա, եթե հոսանքազրկում լինի, բայց մենք հույս ունենք, որ չի լինի, էլի։ Դա վերջից լինում է, տարբեր անսպասելի վայրերում էլ է լինում հոսանքազրկումներ։ Վերջից տևական ժամանակ է լինում է։ Ազգային ժողովում կարծեմ մի անգամ է եղել ինչ-որ լուսումների ժամանակ, բայց ուրիշ ժամանակ չեմ հիշում, որ լինի։ Ինչ կփոխեիք էսթետիկ առումով։ Ինչը կփոխեի։ Իրականում եթե ինձ տրվեր փոխելու հնարավորություն, ես գուցե ամբողջությամբ այս ինտերիերը փոխեի եւ դարձնեի ծուր ավելի ժամանակակից։ Օֆիսային ավելի։ Ну, չգիտեմ, դա կարելի է կոչել օֆիսային թե ոչ, բայց առանց այդ ամպեզնի տենց հա, փայտերի եւ նախշերի։ Հա, նախշերի մի քիչ բան ոսկեգույն, շնորհակալ եթե հագուստից նայում եք, ես ին վրա ոսկեգույն գրել չեմ վարանում, բայց չեմ սիրում, երբ դա լինում է բանում։ Դեռ որ այլ վայրերում եք, մենակ ձեզ մոտ պիտի լինի։ Երբ դա լինում է սենյակի որևէ ինտերիերում, դա ինձ դուր չի գալիս, ավելի շատ նախընտրում եմ այս ինտերիերի մինիմալիստական ոճը։ Ես դա կփոխեի աթոռների գույնը, օրինակ։ Ամեն ինչ կփոխեի վաստորեն։ Հա, այս խալիները կփոխեի, հա, կփոխեի ընդհանուր ինտերիերը։ Շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար ու որպես ես ամփոփում, որն է ձեր երազանքների պաշտոնը աշխատանքը։
Ինձ շատ դուր է գալիս լինել ազգային ժողովի падգամավոր եւ այս պահի դրությամբ ես չեմ մտածում որևէ այլ պաշտոնի մասին։ Ինձ շատ դուր է գալիս այն ինչ ես անում եմ, օրինաստեղծ գործունեությունը, խորհրդանական դիվանագիտությունը, գիտեք, նաեւ տարբեր խորհրդանական վեհաժողովների անդամ եմ։ Այս պահի դրությամբ փոխելու ցանկություն չունեմ։ Շատ ինձ հարմարավետ եմ զգում եւ շատ ներդաշնակ եմ զգում նրանով եւ նրանում ինչով զբաղված եմ այս պահին։ Շատ շնորհակալություն եւ եւս մեկ անգամ շնորհակալ եմ շատ։